Մայրաթորը դեկտեմբերի 1-ին տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրում է եպիսկոպոսատ ժողով քննության առնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները։ Դեկտեմբերի 7-ին, սակայն, նոր հայտարարությամբ տեղեկացրեց այդ զարգացումների պատճառով ժողովը հետաձգվում է, ըստ հաղորդագրության, եպիսկոպոսների խնդրանքով։ Նոր հայտարարության մեջ նաև այնտեղ ավելացված է եկեղեցու եւ հոգեվորական նկատմամբ բռնաճնշումներն ու կալանքները։ Այդ ինչ որ կա հայտարարությամբ այդքան այդ ամենի մեջ ասված է արդեն։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենն այլ մանրամասներ չներկայացրեց։ Հոգևոր բարձր դասի 4 ներկայացուցիչ է կալանավորված։ Տարբեր ահաբեկչության, ռազմական հեղաշրջման փորձի, թմրամիջոց իրացնելու, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։ Շրջանառվող այն տեսակետին, թե կաթողիկոսի հրավիրած ժողովը հետաձգվել է, քանի որ գուցե անհրաժեշտ թվով եպիսկոպոսներ չներկայանային, Տեր Եսայիի արձագանքը կարճ էր։ Դրանք հորինված մեկնաբանություններ են ընդմենը։ Պայմանավորված իրավիճակով հրավիրել եպիսկոպոսատ ժողով նշանակում է, որ իրավիճակը պահանջում է ինչ-որ որոշումներ կայացնել, ըստ ամենայնի գնահատվել է, որ որոշումներ կայացնելու հնարավորություն չի լինելու, այսինքն ժամանող եպիսկոպոսների քանակը հավանաբար լինելու է այնքան, կամ այն մարդիկ, ովքեր ժամանելու են այնպիսի դիրքորոշումներ ունենալու, որ այն որոշումները, որոնք անհրաժեշտ են, չեն կարողանալու կայացնել։ Սա արդեն քաղաքագիտական տեսակետ է, հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 28-ին տապալվել էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Նոյեմբերի 27-ին վարչապետի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից ու արքեպիսկոպոսներից 5-ի բացակայության պատճառով։ Եպիսկոպոսատ ժողովին քանի եպիսկոպոս ու արքեպիսկոպոս է մասնակցում եւ քանիսի բացակայության դեպքում այն հնարավոր չի լինում անցկացնել, ճշտում եմ Տեր Եսայիից։ Ես անկեղծ այդ մանրամասների ժողովական չեմ տիրապետում։ Կա եւս մեկ ենթադրություն, նորից ենթադրության դաշտում է, որ գուցե այն այլ ուժերը, որոնք շրջապատում են կաթողիկոսին, թե ներքին, թե արտաքին ուժեր դրանք կարող են լինել, գտել են, որ այս պահին նպատակահարմար չէ հավաքել այդքան եպիսկոպոսների եւ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կարող են դուրս գալ կառավարելիությունից, որովհետեւ ի վերջո եպիսկոպոսատ ժողովը կարող էր նաեւ բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք ձեռնտու չլինեին կաթողիկոսի շուրջը հավաքված կամ կաթողիկոսի հետ որոշակի փոխհարաբերություններ ունեցող ուժերի համար։ Եկեղեցի իշխանություն շարունակվող լարվածության ֆոնին 3 քահանա արդեն կարգալույծ է հայտարարվել պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչող քահանաների օրինակով, արդյոք էլի քահանաներ կհայտարարվեն կարգալույծ կամ պատարագների ընթացքում վարչապետի կողքին կանգնող եպիսկոպոսների հարցը եւս Մայրաթորի քննարկումների օրակարգում է, Տեր Եսային արձագանքեց, կտեղեկացնեն ըստ պատշաճի։ Այդ մասին պատշաճի մենք Ավելի ուշ հաղորդագրությամբ Մայրաթորը կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին անվանելով կանոնախախտ զգուշացրեց, դեռևս զերծ է մնում խիստ միջոցներ կիրառելուց եւ հորդորում վերադառնալ կանոնական դաշտ։ Այս օրերին շատ քննարկվող հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք վարչապետի հետ հանդիպած հոգևոր դասի ներկայացուցիչներն այս օրերին եղել են Մայրաթորում իրենց հետ, իրենց մասնակցությամբ կամ իրենց մասին հանդիպում քննարկումներ տեղի ունեցել են, կուլիսներում տեղի ունեցող իրադարձությունների մասին հարցերին այս անգամ էլ Տեր Եսային արձագանքում է կարճ։ Կներեք, ավել մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ հայտարարությունը բավարար է։ Սա ակնհայտ ճաք է հանրապես եկեղեցու պաշտոնյաների շարքերում։ Մենք տեսնում ենք, որ ակնհայտորեն կան բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր ունեն այլ դիրքորոշում կաթողիկոսի հետ։ Եկեղեցու ներսում է արդեն գնում այդ բաժանարար գիծը, ոչ թե եկեղեցուց դուրս, այն ինչ ցանկանում էին ներկայացնել բավական երկար ժամանակ, թե խնդիրը եկեղեցու եւ իշխանության հարթությունում է։ Փաստացի խնդիրը եկեղեցու եւ եկեղեցու հարթությունում է, որտեղ կողմերից մեկը ունի նաեւ իշխանության կողմից հավանություն։ Իրինա Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։